Շատ եմ խոսել, բողոքել, ջղայնացել ու ուրախացել։ Իմ մասնիկներին գովել եմ ու ծառաներից դժգոհել։ Այսօր խոսում եմ 100-րդ անգամ, բայց դե տրամադրությունս այդքան էլ տոնական չէ, չսպասեք, որ լավ բաներից եմ խոսելու։ Օրինակ իմ ծառաներն ու ներկայացուցիչները իրենց 100-րդ օրերին քեֆ են անում, լիքը փող են ծախսում, դե իմ գրպանից իհարկե, ու մասես չեն կանչում ու լավ ուտում խմում են։ Կամ էլ օրինակ գլուխ են գովում, էս են արել, են արել, այդ օրերին միշտ ոնց որ հեքիաթ կարդամ։ Ես այսօր քեֆ հաստատ չեմ անելու, դե ինչով քեֆ անեմ, ոչ էլ գլուխ եմ գովելու, չնայած այս գլուխը, որ այդքանին դիմանում է, հաստատ արժի գովել։ Այս 100 անգամ խոսելու ընթացքում ահագին քամիներ անցան գլխովս, լիքը ընտրություններ, նոր ու հին ծառաներ, կռիվներ ու թանկացումներ, հա ու ահագին պակասեցի։ Մի քանի անգամ դուրս եկա փողոց, բայց հետո խելոք հետ գնացի տուն։ Մի երկու անգամ կարողացա փոխել, մնացած անգամները ոչ ոք ինձ չլսեց։ Ամենալուրը Բաղրամյանի վրա է, այդտեղ բան չի փոխվում։ 100 օր առաջ ծառաների նոր հավաքածու եկավ ինձ ծառայելու, որ ասեմ հույսս 100 էր դարձել ու սպասում էի, որ միանգամից լավանալու եմ, սուտ կլինի, որ ես միամիտ չեմ, ընդհակառակը, հին աստառներով նոր ծառաները գլխից նոր օիններ բերեցին։ Երջանիկ ծերությանս մասին արդեն ստիպված պիտի մտածեմ, լույսերն էլ շուտ պիտի անջատեմ, դե ինձ այդքան հնարավորություն որտեղից, չնայած ասում են մի կերպ պիտի ունենաս հնարավորություն։ Այս 100 անգամ խոսելու ընթացքում երևի ավելի շատ եմ պակասել, քան 100 տարվա մեջ։ Մասնիկներս 100-ներով դրսի մասնիկների թիվն են համալրում, բայց մենակ թողնել գնալով չէ, որ պակասում եմ։ Ինձ սահմաններում պաշտպանողներն էլ են գնում։ Դե հարևանս ագրեսիվ է, կողքից հանգիստ ապրել չի ուզում, ու շատ վատ է իրեն պահում։ 100 անգամ հարցեր եմ տվել, թե գրպաններս ինչու են այսքան արագ դատարկվում ու չեն լցվում, թե աղքատ մասնիկներից թիվը ինչու է գնալով աճում, թե ինչու ես գործ չեմ գտնում։ Ոչ մի պատասխան։ Չեն ասում նաև, թե ինչու եմ համարյա ամեն ինչ հյուսիսի մեծ եղբոր ձեռքում, թե երբ եմ ավելի խաղաղ ապրելու, երբ եմ վերջապես կողմնորոշվելու հյուսիս, թե արևմուտք։ Ճիշտն ասած հույս չունեմ, որ 100 օր հետո վիճակս միանգամից լավանալու է։ Դե շատ սուսուփուս եմ դեռ, վախենում եմ, մի քիչ էլ հոգնել եմ, բայց այդ չի նշանակում, որ չեմ խոսելու, հարցեր չեմ տալու։ Ընդհակառակը շատ եմ խոսելու, թող ծառաներս էլ պատրաստվեն, Բաղրամյանում էլ։ Տեսես քանի 100 անգամ պիտի խոսեմ, որ մի բան փոխվի։